Ազգային ժողովում քննարկվել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը, համակարգը կներդրվի 2026 թվականի հունվարի 1-ից փուլային տարբերակով։ Պետությունը կապահովագրի մինչև 18 տարեկան երեխաներին, 65-ից բարձր տարիքի քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցողներին, սոցիալապես անապահով ընտանիքներին։ Պարտադիր ապահովագրությունից կօգտվեն նաև ամսական 200,000 դրամ և ավելի եկամուտ ունեցող վարձու աշխատողները։ Նրանց համար ապահովագրավճարը կազմելու է տարեկան 129,600 դրամ, ամսական մոտ 10,800 դրամ։ Ընդդիմադիր падգամավորները մտահոգություն ունեն, որ նոր համակարգը կարող է վերածվել թաքնված հարկատեսակի աշխատող քաղաքացիների համար, առանց երաշխավորելու ծառայությունների որակի կտրուկ բարձրացում։ Ըստ օրենսդիրների, նախագիծն ընթերցելիս չի հասկացվում, թե քաղաքացիները իրականում ինչի դիմաց են վճարելու ապահովագրության համար և ինչ ծառայություններ կստանան։ Նախատեսվում է, որ մինչև 2029 թվականը Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ունենան առողջության ապահովագրություն։